Բարև ձեզ 5-րդ տալիքի ուղիղ եթերում օրագիրն է։ Հայաստան խմբակցության գործընկերներ Ագնես Ախամոյանի եւ Աղվան Վարդանյանի հետ ԱԱԾ մեկուսարանում տեսակցել է Գառնիկ Դանիելյանը, Բագրատ եւ Միքայել Սրբազաններին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի Facebook-յան գրառումից։ Իսկ Պակիստանի Սենատի նախագահը հայտարարել է, որ Պակիստանի եւ Հայաստանի հարաբերությունները կախված են Հայաստանի հետ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններից։ Այդ մասին հայտարարել է Պակիստանի Իսլամական Հանրապետության Սենատի նախագահ Յուսուֆ Ռազա Գիլանին ադրբեջանական ապային տված բացառիկ մեկնաբանության մեջ։ Մենք համագործակցում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, երկու երկրներն էլ համաձայնել են լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կախված են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հետ ունեցած հարաբերություններից։ Այս պահին ծանոթանանք մամուլի նորություններին, որից հետո կներկայացնեմ մեր հյուրին։ Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանի համար վաղարշաբաթի հաղթանակը ասում են առանցքային նշանակություն ունի։ Նա թիմին հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ վաղարշաբաթում Գյումրի 2 լինի։ Ավելին, խոսակցություն կա, որ եթե ԿՊ-ն հաղթի նոյեմբերի 16-ի ընտրություններում, ապա հնարավոր է արտահերթի գնան։ Մի ոտք շուտ ընտրություն կազմակերպելով։ Այն հույսով, որ անակնկալի կբերի հակառակորդներին եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմին, նրան զրկելով նախապատրաստվելու հնարավորությունից։ Թերևս սրանով է պայմանավորված, որ իշխող թիմում նախընտրական մթնոլորտ է։ Անգամ նախընտրական շտաբ են ձևավորել։ Ասել են, որ նախընտրական ցուցակը կազմելու է ԿՊ խորհուրդը։ Խորհրդին կներկայացվի թեկնածուների ընդարձակ ցանկ։ Փաստերթը գրում է. 2 օր է ինտենսիվ քննարկվում է տեղեկությունը, որ հեծը դեռևս հունիսին, մինչև Սամվել Կարապետյանի կալանավորումը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ընկերության խնայողությունների հաշվին էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու առաջարկով։ ՀՑԿՀ-ն մերժել է այս առաջարկը։ Դժվար է հիշել որևէ այլ դեպք, երբ առաջարկ է ներկայացվում սակագին իջեցնելու, իսկ ՀՑԿՀ-ն դեմ է լինում։ Թերթի տեղեկություններով սա պատահական չէ, ինչի մասին ի դեպ երեք ակնարկեց նաև ՀԵԾ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու ԿՊ-ն ցանկանում են Սամվել Կարապետյանի հաշվին նախընտրական փուլում լավություն ծախել մեր հանրության վրա։ Ժողովուրդը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք համայնքապետ ընտրվելը ԿՊ-ի կողմից չառաջադրվելու եղանակով լուրջ ռիսկեր է պարունակում։ Ընտրվելուց հետո բանտարկությունը դառնում է անխուսափելի։ Կան համայնքների ղեկավարներ, որ դեռ շարունակում են պաշտոնավարել, սակայն թերթը ստացել է տեղեկություններ, որ շուտով բոլոր այն համայնքների ղեկավարները, որոնք չեն դարձել ԿՊ-ական կամ հավատարմության երդում չեն տվել, որևէ պատճառով կհեռացվեն պաշտոններից ընդհուպ կալանավորվելու գնով։ Դուք դիտում եք օրագիրը, այսօրվա իմ հյուրն է իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը։ Պարոն Իշխանյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Սիրով, բարև ձեզ։ Վերջին օրերին բացի Հովհաննավանքի պատարագից ակտիվ քննարկվում է նաև Արշակ Սրբազանի անվան հետ կապվող այդ հայտնի տեսանյութը, որը տարածած տելեգրամյան ալիքը ավելի ուշ ջնջվեց եւ հիմա քննություն է տարվում, որպեսզի հասկանան, թե ով է այդ տեսանյութի տարածողը կամ հեղինակը, ինչպես ասում են։ Պարոն Իշխանյան, լրատվամիջոցները նաև գրում են, որ իշխանությունները ընտրություններին ընդառաջ ավելի շատ այսպիսի կոմպրոմատներ են դաշնետելու վարկաբեկելու համար ընդդիմադիրներին ու իրենց քաղաքական հակառակորդներին։ Չնայած նույն իշխանության ներկայացուցիչները խստորեն դատապարտեցին անձնական կյանքի գաղտնիությունը, ուրեմն խախտող այս տեսանյութի տարածումը։ Երկակի խաղ են խաղում։ Դատապարտեցին, որովհետև այն հենարանի վրա, որ իրենք են, այդ երևույթը դատապարտում է, այսինքն են նախկին քաղաքասարակությունը, որը հիմա սերտաճած է իշխանության հետ, եւ շատ հարցերում այս տարիների ընթացքում աջակցել է այս իշխանության իրավախախտումները եւ ապօրինություններն ու հանցագործությունները, սենց բաները նրանք դատապարտում են։ Օրինակ, եթե իշխանության որևէ ներկայացուցիչ կանանց հասցեին ինչ-որ բան ասի, նրանք դատապարտում են դա։ Ինչը արդար է, որ դատապարտում են, բայց դա չի նշանակում, որ այլ հարցերում նրանք նույն կեցվածքն են մնում։ Դրա համար այսպես իմաստային հարցերում այս իշխանությունը փորձում է բան անել, հաշվի նստել այդ հասարակության հետ, որը նրա հենարանն է, հա։ Եվ դրա համար իրենք ոնց որ իրենց անունով դա չհրապարակեցին, այլ նախ իշխանական այդ արբանյակային սունկ լրատվամիջոցները կաթողիկոսի վրա էին գցում, որ իբր կաթողիկոսն է հրապարակել։ Հա,
ու որովհետև Հովիկ Աղազարյանի դեպքը, եթե հիշենք, Հովիկ Աղազարյանին, երբ որ անձի հակառակ իր այդ բաները հեռախոսի անձնական նյութերը մինչև անգամ սեռական կողմնորոշում բացահայտելուն էր հասել, դրանից նաև դաս էին քաղել, էլի, որ պետք է ոչ թե հենց իրենք անեն, բացի դրանից շատ հնարավոր է իրանց հետ կապված էլ այդպիսի նյութեր լինեն ու նրանք ոնց որ բան անեն, զգուշանան, որ իրենց հետ կապված այդպիսի նյութերը կարող են ի վերջո նաև արտահոսք լինել, այո, հրապարակվել, որովհետև մենք գիտենք նախորդ իշխանությունները այդ մեթոդը կիրառում էր իր հակառակորդների դեմ, շատ դեպքեր են եղել, հա, լրագրողների, աստղերի հետ կապված, որ իրենց սեռական բնույթի տեսանյութերը հրապարակել են, երբ որ իրենց հակառակորդն են եղել այդ մարդիկ, դրա համար շատ հավանական է, որ իրենց հետ կապված էլ այդպիսի նյութեր լինեն եւ նրանք պետք է զգուշանան նաեւ եւ հասարակությանը տրամադրեն նրան, որ չի կարելի այսպիսի նյութեր հրապարակելը։ Այսինքն, որպեսզի դա հանկարծ նախընտրական քարոզչական շրջանում իրենց դեմ կիրառվող մեթոդ չդառնա։ Դա այո, դրանից էլ կարող են զգուշանալ, այսինքն մի կողմից իրենք ձևը գտել են ինչպես հրապարակեն իրենց հակառակորդների անձնական բնույթի նյութեր պարունակող այդ տեսանյութերը, ինչպես հրապարակեն, որ համ հրապարակեն, համ իրանց վրա չանադառնա դա։ Այսինքն հրապարակում ես ուրիշի անունով, մեղքը գցում ես ուրիշի վրա, հետո դատապարտում ես, ասում ես վայ վույ չէր կարելի սենց բան անել, արդյունքը ստանում ես, հա, վարկաբեկել ես արդեն մարդուն, արդեն դրա հետ կապված այնտեղ ստատուսներ կգրեն, խոսակցություններ կլինեն, կարևոր արդյունքը ստացել ես, հիմա կարող ես նաև դատապարտել։ Նույն Արշակ Սրբազանի տեսանյութին վերադառնալով բոլորը նկատել էին հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ որոշակի բնույթի հրապարակում էր արել սրբազաններին ուղված, որից հետո նոր այդ տեսանյութ հրապարակվում է։ Հանրությունը այդ խաթը կուլ է տալիս։ Իհարկե կուլ է տալիս։ Այստեղ կարևոր հանգամանքը հետևյալն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է զավթել եկեղեցին, նա պետք է վարկաբեկի նախ եկեղեցին։ Բոլոր տեսակի զավթողական պրոցեսները իրականացվել են այդպես, սկզբում վարկաբեկում ենք, հետո զավթում ենք։ Եթե հետ գնանք, տեսնենք բանակը այդպես արվեց, չէ, նախ վարկաբեկում էին մինչ իշխանության գալը, հա, մենք կարող ենք հիշել ինչ զրպարտություններ էին տարածում Յուրի Խաչատուրովի հասցեին, որ ապրիլյան պատերազմում բիլիարդանոցից դուրս չի եկել եւ այլն, հետո այդ զրպարտություն տարածողը դատարանով պարտվեց, ներողություն խնդրեց, բայց հանրության մեջ արդեն արմատացած էր զրպարտությունը, ոչ թե Ստեփան Գրիգորյան էր զրպարտիչի անունը, ոչ թե նրա ներողությունը։ Այդպես վարկաբեկելով մտան, այսինքն բանակի մեջ, հետո դատարանները հիշենք, հա, դատարանները ինչպես էին անում։ Սկզբից վարկաբեկում էին, ասենք Նիկոլ Փաշինյանը գնում էր վնգստացող դատավորներ էր ասում, բանում շնաբարո դուրս պրծուկներ, կորոնավիրուսային դատարաններ եւ դատավորներ ազգային ժողովից, Ազատություն ռադիոկայանի եթերում, այդ բաններ, հա, այդ դեմոնիզացիաներ անում, որը ցեղասպաններին բնորոշ բան է։ Հետո սկսում էր այդ գործընթացը, ժողովրդին կանչում էր դատարանները շրջափակելու, ինչը հանցագործություն է իհարկե Նիկոլ Փաշինյանի կողմից։ Հետո այն դատավորները, որոնց իրենց ցանկությունները չէին կատարում, օրինակ Դավիթ Գրիգորյանը կամ Ալեքսանդր Ազարյանը, նրանց փորփրում էին, որպեսզի ինչ-որ գործ գտնեն, իսկ Ալեքսանդր Ազարյանը փաստորեն այնպիսի դատավոր որ որևէ բան չէին կարողացել գտնել վրան եւ Բոհին, ով Սմբատ Գոգյաններ են ժամանակ ղեկավարում, ուղարկել էին որպեսզի նրա դիսերտացիայի մեջ գտնի, դիսերտացիան փորփրի գիտական աշխատանքը փորփրել էր ու տենց իբր թե պլագիատ էին գտել, հանրային հեռուստատեսությունով տենց հրապարակեցին, կհիշենք Հրայր Թովմասյանի դեմ գործ էին հարուցել, ԱԱԾ-ին ուղարկեցին նրա հոր դստրերի վրա, անցան այդ ընտանիքին չկպնելու կարմիր գծերը, այսինքն սկզբից վարկաբեկում են, հետո զավթում են, հա, ու հետո արդեն գիտեք, մանավանդ եթե շատ համակարգերում մարդիկ կլինեն, որոնք ինչ-որ նախկինում հանգզանցանք են կատարել թաքուն, որ այտենց վախվորած են, հանկարծ չիմացվի եւ այլն, այդ մարդկանց շատ հեշտ է կառավարել։ Ու այս գործողությունը, որ Նիկոլ Փաշինյանը անում է, դրանով արդեն մարդիկ կառավարելի են
դառնում այդ Հովհաննապանքում երկրորդ պատարակն է լինելու նոյեմբերի։ Պատարակ չէ, վակխանալի է։ Կեղծ պատարակը, վակխանալի է։ որը անցկացնելու է Կարգալույց Ստեփան Ասատրյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ինչպես մամուլն է գրում, լրջորեն պատրաստվում է դրան, հիստերիկայի մեջ է ընկել առաջին կեղծ պատարակին հավաքված մարդկանց քանակից եւ ասում են այս անգամ անդրամաբանական ճնշումների է ենթարկելու քպիականներին, որպեսզի վերջիններս ապահովեն իրենց հանգալի թիվը։ Այս միջոցով կստացվի Փաշինյանին վարկաբեկել եկեղեցուն։ Եկեղեցուն վարկաբեկել որոշակի հաջողության համ պաշտպանությունն է ուժեղանում, երբ որ էսենց բան անում, համ որոշակի վարկաբեկումը այնուամենայնիվ հասարակության շերտերի մեջ, որովհետև այստեղ պետք է նաև հաշվի առնենք, որ կա նաև վախը։ Այն ինչ որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նա նաև վախեցնում է դրանով, հա մարդկանց գլխին գործ է սարքում, գալիս է ապօրինի ձերբակալում է, տենց իրան դրել է ցարի բոգի տեղը, ինչ ուզում անում է, եւ դրա համար շատ մարդիկ, որոնք կարծիք են արտահայտում, վախից են արտահայտում։ Սովետական միության շրջանում եւ ստալինյան բռնությունների ժամանակ, հա տերորի ժամանակ մարդիկ վախից աջակցում էին ստալինյան բռնաճնշումներին, երբ որ ինչ-որ անմեղ մարդու տանում էին, ասում էին, հա դե մի բան արած կլինի, ժողովրդի թշնամի է, օրինակ իմ տատիկի մորը երբ որ տարան գնդակահարեցին, տատիկս գերազանցիկ էր ու դպրոցում գերազանցիկների նկարները կար։ Պատին տատիկիս նկարը իջացրել էին այդտեղ, որպես ժողովրդի ճակերտավոր ասած թշնամու հազավակ, դե իհարկե Խրուշչովի ժամանակ արդարացվեցին բոլորը, բայց այնուամենայնիվ այդ վախն են ստեղծում եւ այդ վախից են մարդիկ սկսում իրենց կարծիքները արտահայտել։ Դա իրենց բնական կարծիքը չի, դա վախից ստեղծվող կարծիքն է, ինչը Նիկոլ Փաշինյանի մոտ գուցե հիմա միակ զենքն է մնացել, որովհետեւ ինքը փողոցը չունի, այն էйֆորիան չունի, ինչ որ 2018-ին, 19-ին կամ նույնիսկ 20-ի ժամանակահատվածում ուներ եւ դրա համար պետք է վախեցնելով այս ամենը անի եւ այն կարծիքները, այն մեկնաբանությունները, որոնք մենք լսում ենք մեր հայրենակիցների կողմից, մենք պետք է դրանց ընդունենք որպես վատառողջ մարդկանց կարծիքներ եւ նրանց նկատմամբ լինենք հոգատար ու խնամքով, ինչպես օրինակ կլինենք, ասենք, գրիպով հիվանդ մարդու կամ մեկ այլ հիվանդություն ունեցող մարդու նկատմամբ, որովհետեւ այս մեթոդը հիվանդացնում է մարդուն եւ ինքը իր բնական կարծիքը չի ասում, այլ իր հիվանդությունից դուրս եկող կարծիքն է ասում, բայց այստեղ նաև կարևոր է հասկանալ, թե ինչի է այս ամենը տեղի ունենում։ Ինչի։ Նայեք, այդ օգոստոսի 8-ին եռակողմ այդ ցեղասպանության հռչակագիրը նախաստորագրված այդ թղթում կա նկատի ունեք թրիփի վերաբերյալ։ Հա, այդ Զանգեզուրի միջանցքը հանձնելու այդ բանը, թուղթը ոչ միայն Զանգեզուրի միջանցքը հանձնելու, այլ նաև մեր դեմ կատարած հանցագործությունների վրա աչք փակելու, դատարաններից հանելու, Մինսկի խումբը ցրելու այդ հայտարարությունը։ Այնտեղ 8-րդ կետում կա սահմանված է, որ պետք է կողմերը պայքարեն ծայրահեղականության դեմ։ Հիմա հասկանալի է, հա, որ Ադրբեջանում այդ ծայրահեղականություն ասվածը գոյություն չունի, որովհետև Ադրբեջանը այնտեղ արևմտյան Հայաստան ՀԿ ունի, իր ժողովրդին սովորացնում է, որ սա իրենն է։ Մի խոսքով, այդ մի կողմ տանենք, իրենց այս գործընկերների համար Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի ադրբեջանական ծայրահեղականություն գոյություն չունի։ Բայց ի՞նչն է հայկական ծայրահեղականությունը։ Հայկական ծայրահեղականությունը նա է, եթե դու խոսում ես Արցախի մասին, խոսում ես արցախցիների իրավունքների վերադարձի մասին, խոսում ես Արցախում 385 եկեղեցիների բռնազավթման եւ մեծ մասի ավերման, չէ, ասենք Տանձատապի եկեղեցին են ավերել, Կանաչժամն են Շուշիի ավերել, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին են ավերել, Ղազանչեցոցը նենգափոխում են, Դադիվանքը նույնպես նենգափոխում են եւ կշարունակեն հայկական հետքը վերացնել եւ ովքեր որ պայքարում են այդ հանցագործությունների դեմ Ալիևի փաստորեն նրանք ծայրահեղական են, այսինքն մենք բոլորս այստեղ ծայրահեղական ենք, որովհետև մենք պաշտպանում ենք մեր իրավունքները։ Այսինքն հայ լինելը Ալիևի աչքում ծայրահեղականություն է, Նիկոլ Փաշինյանը հայ լինելը նախ այո, հայ լինելն է Ալիևի աչքում ծայրահեղականություն, բայց այս ժամանակահատվածում այն հայը, որը պայքարում է իր իրավունքների համար, դա համարվում է ծայրահեղականություն նրանց համար։ Հիմա եկեղեցին բնականաբար որպես նորմալ կառույց պետք է պայքարի իր հոտի պաշտպանելու, ոչ միայն իր հոտի, այլ նաև իր իրավունքները պաշտպանելու, որովհետև կաթողիկոսները, չէ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ նրանից, ասենք, խլել են բանը, իր
իր սեփականություն, հենց իր սեփականությունը չէ, բայց իր կրոնական կազմակերպության պատկանող սեփականությունները եւ իրավունքները։ Հիմա բնականաբար կաթողիկոսը պետք է այդ հարցերը բարձրացնի, ինչ որ միջոցառումներ անի, ֆորում արեց Բեռնում եւ հիշում ենք այդ դրանից սկսվեց, այդ Շվեյցարիայից սկսվեց, ու նրանց համար, նրանց աչքում այս եկեղեցին բնականաբար համարվում է ադրբեջանական ծայրահեղական կառույց Ադրբեջանի կողմից ու պետք է դրան լիկվիդացնել։ Հիմա այդ լիկվիդացնելու process-ի մեջ ենք մենք, ընդ որում չմոռանանք, որ սա նախաստորագրված է եւ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիական պայմանագիրի համար սա փորձաշրջան է այդ ողջ փաթեթը ստորագրելու համար, այդ ցեղասպանության պայմանագիրը ստորագրելու։ Եթե փորձաշրջանը հաջող անցնի, եթե հաջող է անցնում, եթե եկեղեցին կարողանում է զավթել, ամլացնել, տեսեք արդեն փաստորեն անմեղ arczepiskopos է կալանավորել, ներողություն, գերեվարել, մյուս կողմից Բագրատ Սրբազանը կա, բանի Տեր Մկրտիչ, հա, եպիսկոպոս Պրոշյանը արակածոտնի թեմի առաջնորդը։ Այսինքն ինքը այդ փորձաշրջանը այս պահին լավ է անցնում, անում է մի բան, որը հայկական հայության մտածողության կարմիր գծերից անդին է, շատ հեռու է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հիմնական հրահանգը Բաքվից է։ Միանշանակ։ Իսկ նախընտրական գործընթացների հետ բնականաբար դա նաև կապվում է նախընտրական գործընթացների հետ, որովհետև Թուրքիան եւ Ադրբեջանին անհրաժեշտ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մնա ու շարունակի այս երիտ թուրքերի 20-րդ դարում սկսած, 20-րդ դարի սկզբում սկսած քաղաքականությունը, որպեսզի այս տարածաշրջանում այլևս հայեր չլինեն, որոնք կխոչընդոտեն իրենց այդ երջանիկ կյանքին, հա, այդ թուրքական ֆաշիստական երջանիկ կյանքին, ինչպես օրինակ եւ դա միայն հայերին չի վերաբերում, դա նաեւ հույներին է վերաբերում, եզդիներին, ասոյիներին, քրդերին։ Այսինքն այն ինչ տարբերվում է Թուրքիայից, իրենց համար պետք է գոյություն չունենա։ Սա աշխարհին հայտնի է այս գործելավոճը, այսպես էլ նաեւ ասենք Հիտլերյան երրորդ ռեյխի Գերմանիայի ժամանակ, որ իրենց համարում են տենց վեհ ամենատենց գեր մարդիկ են եւ կարող են մյուսների հետ ինչ ուզել անել։ Եվ բնականաբար այդ ընտրություններից առաջ պետք է լիկվիդացնել այն բոլոր բջիջները, որոնք փաստորեն պաշտպանում են հայերի իրավունքները ու այդ բջիջները վերացնելու արդյունքում բայց այդտեղ մի ուրիշ խնդիր կա, որ պետք է հասկանանք, քանի գնում է Նիկոլ Փաշինյանի արածները, քանի որ աղետի է բերում, ինքը կորցնում է իր նկատմամբ վստահությունը, դա 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո հատկապես այնուամենայնիվ առանձնակի կորցրել էր, բայց միևնույն է։ Հիմա գնալով այդ ոնց է թավա է, այդ թավայից քերում են զորով բան են անում, էլի ինչ որ մնացորդներ են հանում։ Եվ երբ որ ինքը այդ գնալով այդ վստահությունը կորցնում է, բայց ինքը պետք է իր, ասենք, իդեոլոգիան իրականացնի, եթե դու չունես այդ վստահությունը, բայց իդեոլոգիա ես իրականացնում, ուրեմն դու դառնում ես բռնապետ, որովհետև մարդիկ համաձայն չեն քեզ հետ, բայց դու պետք է անես այն, ինչը մարդիկ քեզ հետ համաձայն չեն։ Հայաստանում ավտորիտարիզմի հաստատման մասին, բռնապետության մասին առաջարկում եմ զրուցել մամուլի նորություններին ծանոթանալուց հետո։ Հրապարակը գրում է. վերջին ամիսներին ներքին գործերի նախարարության գործունեությունից իր դժգոհությունները չի թաքցնում անգամ Նիկոլ Փաշինյանը։ Փարաքարի համայնքապետի սպանության հաջորդ օրվա նրա գրառումը թերևս դրա մասին էր, որ պետք էր կանխարգելիչ գործողություններ արվեին։ Կառավարության աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ Արփինե Սարգսյանին արդեն փոխարինող են փնտրում, եւ այս պահին ամենառեալ տեխնացուն քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, որին Փաշինյանն անցած դեկտեմբերին SMS-ով ազատեց աշխատանքից, խորհրդարանում տեղի ունեցած չարաբաստիկ լսումներից հետո։ Փաստը գրում է, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 2-ին եւս Հովհաննավանքում մասնակցելու է Կարգալույց Ստեփան Ասատրյանի կեղծ պատարագին։ Անցած շաբաթ Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանի շոուն, որն իրականում հանրահավաք էր եկեղեցու տարածքում, պարզապես ձախողվել էր, եւ այդպես էլ հնարավոր չի եղել հավաքել հազարավոր մարդկանց, ինչպես ակնկալում էին։ Ընդհանրապես ակնհայտ է, որ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային որոշ կառույցներ եւ վերջ։ Նա չունի հանրային հենարան, հատկապես եկեղեցու դեմ հայտարարված պատերազմի առումով ճաքեր կան նաև ՔՊ-ի ներսում։ Պատահական չէր, որ Փաշինյանական հանրահավաք պատարագին չէին ներկայացել նաև բազմաթիվ ՔՊ-ականներ, այդ թվում կարկառոններից։ Կան տեղեկություններ, որ նույնիսկ նրանք են հրաժարվում մեղքի մեջ ընկնել։
Հրապարակ օրաթերթը գրում է. «Բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումից հետո առյուծ կտրած ՔՊԱ-ականները, որոնք բերանները բաց, անպարկեշտ ու վիրավորական հայտարարություններ էին շաղ տալիս Կարապետյանի հասցեին, դատարանում կատու են դարձել։ Զատնի դրել իրենց խրոխտ մտքերից եւ իշխանությանը բնորոշ կրուտիտի մաստեր կլասներ են ցուցադրել, թե Կարապետյանին չէին հասցեագրված իրենց խոսքերը վերացական էին եւ այլն եւ այլն։ Ամիսներ առաջ հայ առաքելական եկեղեցուն աջակցող փոքրիկ հարցազրույցից հետո Կարապետյանին Փաշինյանի Facebook-յան հրահանգով ձերբակալելուց ժամեր անց ՔՊԱ-ականները ոհմակի օրենքով սկսեցին հոշոտել նոր զոհին, որովհետև իրենց առաջնորդը նրան ստահակ էր անվանել եւ կալանավորելու հրահանգիջեցրել։ Բայց գործարարի փաստաբանական թիմը հատ-հատ արձանագրեց այդ վայրահաչոցները եւ դատական հայցեր ներկայացրեց չափն անցած իշխանավորների ու նրանց սազանդարների դեմ։ Գործարարը Կոնջորյանից ու Թորոսյանից պահանջել է հերքել զրպարտչական վիրավորական հայտարարությունները եւ վճարել փոխհատուցում 9 միլիոն դրամի չափով։ Օրագիրը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում։ Պարոն Իշխանյան, խոսեցինք բռնապետությունից, Նիկոլ Փաշինյանը առանց ձևականությունների անցել է կոշտ միջոցների իր քաղաքական մրցակիցներին, հակառակորդներին թեթև ակտիվություն ցույց տվող մարդկանց պարզապես կալանավորում է, այդպիսով մեկուսացնում է։ Ժողովուրդ օրաթերթը հրապարակել էր մի նորություն, որ այդ նույն բախտին են արժանանալու ՔՊ-ին հավատարմության երդում չտված համայնքապետերը, որոնց թվում էին Արուշ Արուշանյանը եւ մյուս համայնքապետերը Սյունիքում եւս ունենք, այո, այդպիսի համայնքապետեր։ Ինչ եք կարծում այս շղթան կալանավորումների հենց այսպես էլ գնալու է մինչև 2026-ի ընտրություններ։ Միայն կալանավորումներ չի, մենք նաև ահաբեկչության դեպք ունենք, հա, երբ որ Փարաքարի ընտրված եւ ժողովրդի կողմից սիրելի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի դեմ ահաբեկչություն իրականացվեց, դրանից անմիջապես հետո տեսանք Գյումրու քաղաքապետի գերեվարումը, դրանից հետո տեսանք Մասիսի քաղաքապետի գերեվարումը, կարծեմ Արուշ Արուշանյանի հետ կապված արդեն որոշակի գործողություններ են իրականացնում, միանշանակ այս շարքը շարունակվելու է մինչև ընտրությունները, որովհետև այս իշխանությունը ընտրագող է։ Ես նոր խոսեցի նրա մասին, որ երբ որ դու չունես վստահությունը, գործիքդ մնում է բռնաճնշումը։ Հիմա ինքը չունի վստահությունը, Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո 2023 թվականին, որից հետո անմիջապես եղավ Արցախի կորուստը, նրանք արդեն ընտրություններում պարտվող ուժ էին։ Երևանում նրանք ընտրագողությամբ հաղթեցին, հա, ասենք ժողովուրդը երևանցիները ընտրել էին մեկ ուրիշ ուժի, բայց հանկարծ այս մեկ ուրիշ ուժից մարդկանց վերցրեցին, որպեսզի ընտրեն իրենց հարմար մարդուն։ Բայց մենք այնտեղ նաև ունենք Ալավերդու դեպքը, մենք ունենք Վանաձորի դեպքը, երբ որ կալանավորեցին ընտրվածին, այսինքն իսկ Գյումրին եւ Փարաքարը ցույց տվեց, որ այլևս նրանք ընտրություններով վերարտադրվող չեն։ Եվ եթե նրանք ընտրություններով վերարտադրվող չեն, բայց նրանց համար կյանքի ու մահվան հարց է ընտրություններով վերարտադրվելը, դրանից ելնելով, երբ դու ինչ-որ վտանգ ա, չէ, սպառնում ա քեզ, անում ես ամեն ինչը, որպեսզի այդ սպառնալիքը վերացնես։ Եվ հիմա այդ ամեն ինչի մեջ մտնում է, այո, այդ օջախները, որտեղ իրենք ներկայացվածություն չունեն, վերցնեն։ Այդ թվում նաև բանը հեծնել է մտնում այդ բազայի մեջ, հա, հեծը ի վերջո։ Մամուլը գրում է, որ հեծի աշխատակիցների քանակը իրենց անհրաժեշտ է նաև ընտրությունների միայն քանակը չէ, այնտեղ փողեր կան, բաներ կան, որոնք կարող են ներդրվել ընտրությունում։ Մի խոսքով լիքը բաներ կան, ընդհուպ մինչև լույսերի անջատում եւ այլն, ամեն շատ բաներ կարող են անել, այսինքն իրենք վերցել են մի բազա, որտեղ անթիվ երևակայական աշխատանք կարելի է իրականացնել։ Ու համայնքապետերի այս կալանավորումները բնականաբար այդ 2026 թվականին իրենց վերարտադրությունը իրականացնելու համար է։ Ուրիշ պատճառ չես կարող գտնել, որ գողություն են անում։ Ժողովրդի ձայնը նրանք գողանում են։ Եթե նախկինում մեզ հայտնի էր ընտրակեղծիքները, հիմա մեզ հայտնի է ընտրագողությունը։ Իսկ հակազդելու հնարավորություն կա մեզ պարագայում։ Հա, դե հակազդում են, իրավապաշտպաններն են սրա մասին բարձրաձայնում, տարբեր կառույցներ, քաղաքական ուժեր ցույցեր են անում, բանտից մեկը մյուսի հետևից տենց ոգին բարձրացնող խոսքեր են ասում,
ի վերջո այն, որ Սամվել Կարապետյանը մինչև հիմա գերեվարված է, դա ցույց է տալիս կամքի դրսևորման մասին, այսինքն իր նստած լինելը հակազդեցություն է այս բանին, հա, գերեվարված լինելը իշխան, որովհետև պարզ է, չէ, որ գնացել են, փորձել են պայմանավորվեն, քաղաքական առևտուր իրականացնել։ Ու հիմա եթե ինքը մինչև հիմա այնտեղ է, նշանակում է այդ պայմանավորվածությունը ըստ այս բռնապետի ցանկությունների տեղի չի ունեցել։ Մի խոսքով այդ հակազդեցությունները կա, այստեղ ուղղակի հարցը ավելի տենց աշխուժ երևակայական աշխատանքներ է պետք իրականացնել, ուղղակի այս բախտը բերել է բռնապետների, որովհետև նրանք նաև ամենօրյա ռեժիմով են դա անում, իրենց աշխատանքն է եւ վարձատրվում են, պարգևավճարներ են իրար տալիս դրա համար, իսկ մյուս խմբերը ավելի տենց իրենց գործը ունեն, հա, հիմնական եւ ժամանակի մի մասը զբաղացնում են նաեւ այս հայ ազատագրական պայքարին։ Պարոն Իշխանյան, բայց այս իշխանությունները ունեն որոշակի աջակցություն նաեւ դրսից։ Եվրանեստի հանձնաժողովի նիստներ տեղի ունենում, միայն գերմանացի եւ իսպանացի երկու падգամավոր հիշատակեցին Հայաստանում կալանքը որպես պատիժ օգտագործելու մասին իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Հաջորդ օրը իրենք զբաղված էին Ռուսաստանին քարկոծելով, այս կամ այն մեղքերի մեջ մեղադրելով ու բացարձակ չհիշեցին Հայաստանում տիրող իրավիճակի մասին, չնայած ընդդիմադիր ուժերը ցույց էին անում պաստառներով, անգլերեն ասում էին, որ այսքան քաղբանտարկյալ ունենք, սրբազաններ են ազատությունից զրկված։ Եվրոպական ուժը հետեւյալն է, հա, այս բանը ժամանակակից արևմտյան տրամաբանությունը այսպես է։ Իրենք հայտարարությունները անում են, ասենք օրինակ, թեթև բանը, չէ, կալանք թեթև նկատի ունեմ զուտ հայտարարությունն է թեթև, ոչ թե այնտեղ սանկցիա չեն կիրառում, էլի ասենք։ Հայտարարությունը անում են որպես հակաժողովրդական ինչ-որ միջոց եւ հետո այդ հակառուսական հայտարարությունն են անում։ Հիմա եթե այս իշխանությունը իրեն դրսևորում է հակառուսական, այս կալանքի հետ իրավունքների խախտման հայտարարությունները չեն կոշտանում։ Եթե իրենք դրսևորում են իրենց, ասենք, պրոռուսական, պրոռուսականը ո՞րն է, այսինքն հասկանալով, որ Հայաստանի անվտանգությունը նաև հայ-ռուսական սերտ հարաբերություններից է կախված, չէ՞։ Այսինքն Ռուսաստանի սերտ հարաբերությունների մեջ են մտնում, այդ հայտարարությունները կոշտանում են։ Այսինքն մի կողմից իրանք էլ են շանտաժի լեզվով խոսում, չէ՞, ոնց որ ասենք օրինակ այս բռնապետները կարող են գնալ, ասենք Հովիկ Աղազարյանին ասել մանդատդ վայրդիր, թե չէ հեռախոսդ կվերցնենք, քո անձնական տվյալները կհրապարակենք։ Հիմա Եվրոպան էլ դա սենց է խոսում, ասում է դու բանը Ռուսաստանի դեմ պայքարի, թե չէ մենք կվերցնենք այս քո մարդու իրավունքների խախտումները, կսկսենք ավելի մեծ ծավալով հայտարարել եւ քո դեմ նառնել, օրինակ ինչպես հիմա Վրաստանում է կատարվում։ Այսինքն այս ժամանակակից Եվրոպայի համաժողովրդավարությունը զուտ այդ շանտաժն է, իսկ մյուս կողմից հենց մենք ենք ժողովրդավարները, հայերը, ինչի, որովհետեւ Արցախի հիմքում ընկած էր երկիր մոլորակի համար ժողովրդավարության համար պայքարը։ Մի կողմից կար բռնապետ Ադրբեջանը, որտեղ 30 տարի է համարյա նույն ընտանիքն է կառավարում եւ ճնշում է լրագրողներին, ազգային փոքրամասնություններին, կրոնական փոքրամասնություններին, այնտեղ չկա քաղաքասարակություն առհասարակ, իսկ մյուս կողմից Արցախն է, որտեղ նախագահներ էին փոխվում, դատական գործադիր օրենսդիր իշխանությունները անկախ էին, ժողովուրդը պայքարում էր իր ինքնորոշման իրավունքի համար եւ այս հարցն էր դրված երկիր մոլորակի համար։ Դուք ընտրում եք բռնապետությունը, որտեղ մի ընտանիք է կառավարում, թե ընտրում եք ժողովրդավարությունը եւ ազգերի ինքնորոշումը, որով երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դուք սեղան եք նստել եւ համաձայնեցրել եք իրար հետ։ Աշխարհը ընտրեց բռնապետությունը։ Հիմա ժողովրդավարության համար զրկանքներ են կրում հայերը եւ Բաքվի բանտերում եւ Երևանի բանտերում։ Հիմա ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ նստած է Բաքվի բանտերում, իրենք փաստորեն այդ ժողովրդավարության մարտիկներն են, իրենք ժողովրդավարության երկրի համար ժողովրդավար երկրի համար պայքարողներ էին, որոնց հիմա դատում է բռնապետությունը։ Հետևաբար մենք ենք, որ պետք է Եվրոպային սովորեցնենք, որն է ժողովրդավարությունը, եւ նրանց փորձենք բերել ժողովրդավար եւ մարդու իրավունքներին պատշաճ մտածողության։
Նորից վերադառնալով ընտրությունների թեմային, ժամանակ առաջ տեղեկատվություն տարածվեց կեղծ անձնագրի օրինակների մասին, որը Վրաստանում իրավապահներն էին հայտնաբերել։ Դրանից առաջ մինչև հիմա էլ Ադրբեջանի իշխանությունները Ալիևի հրահանգով գործող տարբեր պաշտոնյա քարոզիչները հայտարարում են, որ Հայաստանի հետ պայմանագիր չի կնքվի, քանի դեռ 300,000 այսպես կոչված ադրբեջանցի փախստականներ չեն վերադարձել Հայաստան, վերադարձել ընդ որում։ Հնարավոր է, որ այն աստիճան ծայրահեղ լինի Նիկոլ Փաշինյանի իրավիճակը վերընտրվելու հարցով, որ օրինակ այսպիսի մի անակնկալ հայերի համար պատրաստի։ Դե ամեն ինչ հնարավոր է, որովհետև չի գործում Հայաստանում սահմանադրությունը, օրենքները եւ միջազգային իրավունքը, չի կարելի որևէ բան բացառել։ Նայեք, այս եկեղեցին զավթելը ինչ է, ինքը սահմանադրության խախտում է։ Սահմանադրության 17-րդ հոդվածի խախտումը պետությունը անջատված է կրոնական կազմակերպություններից։ Ինքը խախտում է ներպետական օրենքների, կրոնական կազմակերպությունների եւ խճի ազատության մասին օրենքի խախտում է, որ չի կարող պետական պաշտոնյան քիթը խոթել կրոնական կազմակերպության ներքին կյանքի։ Բացի այդ, ոտնահարում է հայ առաքելական քրիստոնյաների զգացմունքները, նաև իրավունքները գնալ պատարակ լսելու Աստծո խոսքին հաղորդակցվել։ Հա, այդ արդեն քրեական հոդված է, 206-րդ հոդվածով կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեական պատիժ է սահմանում։ Հիմա քրեական մենակ այս դեպքով ԿՊԱ-կանները իրանց վրա այդպես հավաքել են այդ մի քանի հետաքրքիր քրեական հոդված, որի համար ընդ որում հայակվե միավորումը դատախազություն հանցագործության մասին հաղորդում է տալու, բայց բանը հիմա մենակ այս եկեղեցու դրվագով այսքան խախտում են արել, բայց մենք ունենք նաև Տավուշի խախտումները, հա, երբ որ առանց հանրաքվեի Հայաստանից տարածքների փոփոխություն տեղի ունեցավ, խախտեցին մեր սահմանադրական իրավունքները։ Մենք ունենք Արցախի հանձնումը, հա, որ փաստորեն Արցախը հանձնել են էլի սահմանադրությունը ու նաև հռչակագիրը խախտելով, այսինքն այն պետության իմաստով, պետության իշխանության իմաստով դա գոյություն չունի, վակուում է, վակխանալի է, որը խախտելով ամեն ինչ, տեսեք, օրինակ նույնիսկ սահմանադրությունը խախտելուց հետո մտել են արդեն կրոնական կազմակերպության կանոնագրքի մեջ եւ իրենք են որոշում, ով է կարգալույց, ով կարգալույց չի։ Սա նույն բանն է, եթե ասենք Եհովայի վկաների պարագայում ենթադրենք, իրենք որոշեին ով պետք է առաջնորդը լինի, ով չլինի։ Բայց քանի որ Եհովայի վկաները Արցախի հայերի իրավունքների համար չեն բարձրաձայնում, դրա համար խնդիր չկա Եհովայի վկաների հետ։ Սակայն ես վստահ եմ, որ մնացած բոլոր կրոնական կազմակերպությունները, կարծեմ 60-ի չափ գրանցված կրոնական կազմակերպություն կա, նրանք իրենց աջակցությունն են հայտնելու կաթողիկոսին եւ մեկ այլ կրոնական կազմակերպության հանդեպ, որը ընդ որում ամենաշատ հետևորդը ունի Հայաստանում։ 98%-ը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Իրենց իրավունքների ոտնահարման հետ կապված իրենց դիրքորոշումները կարտահայտեն աջակցելով կաթողիկոսին։ Կարևոր է, որպեսզի իրենց աջակցությունը ինչու։ Դա ավելի շահագրգռված չէ, որ առաքելական եկեղեցու դիրքերը թուլանան, դրանով իրենք նոր հետևորդներ են, չէ՞, փաստացի ձեռք բերելու նաև։ Նոր հետևորդներ չեն ձեռք բերել, որովհետև այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը բան է։ Նոր աղանդ է ուզում հիմնել։ Իր մտածողությունը հենց առաքելական եկեղեցին զավթելն է, առաքելական եկեղեցու մեջից առաքելական եկեղեցի ստեղծելը։ Նիկոլական առաքել, հերձվածների առաքելական եկեղեցի, այսինքն ինքը նոր կրոնական կազմակերպություն չի ուզում ստեղծելով քանդի եկեղեցին, այլ եկեղեցու ներսից, ոնց որ Հայաստանի Հանրապետությունը նոր պետություն չէին ստեղծում, ներսից քանդեցին։ Երկրի հակառակ կողմը, հա, այս դրամաբանությամբ։ Ու ստեղ հարցը բանի մասին չի, հա, նոր հետևորդներ ձեռք բերել չբերելու մասին չէ խոսքը։ Այստեղ խոսքը հետեւյալն է։ Բոլոր այդ կրոնական կազմակերպությունները իրենք գրանցվելուց հետո Հայաստանի պետրեգիստրում պետության հոգացության ներքո են անցնում եւ պետությունը պարտավոր է պաշտպանել նրանց իրավունքները։ Եթե նրանք հիմա չեն պաշտպանում հայ առաքելական եկեղեցու իրավունքները, նույնը կարող է իրենց հետ լինել եւ բնականաբար, ասենք
փոխվի իշխանությունը, գա մեկ ուրիշ իշխանություն, որ իր համար իդեոլոգիան, քաղաքական նպատակները այլ լինի, ինչպես 90-ականներին էր, հա, ջարդելով կրոնական կազմակերպություններին հանում էին Հայաստանից, նույնպես վերադառնա դրան։ Եվ ժողովրդավարության, մարդու իրավունքների, նույնիսկ խղճի ազատության կարևորությունը յուրաքանչյուր կրոնական կազմակերպության համար էական է, որ բացի իր իսկ կրոնական կազմակերպությունը պաշտպանելուց մնացած բոլորինը պաշտպանի, որովհետև դա նրանք բոլորը ասես նույն դարակի մեջ մտած եւ գրանցված կազմակերպություններ են։ Խղճի ազատության իրավունքը դա չի վերաբերվում առանձին կրոնական կազմակերպություններին, դա վերաբերում է բոլորին։ Պարոն Իշխանյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի Ես եմ համար։ շնորհակալ։ Մեզ տրամադրված ժամանակը սպառվեց, մեր հաջորդ թողարկումը դիտեք վաղ առավոտյան 11-ին։ Օրը թող բարի լինի։